Ոչ թե կարելի է բայկել ենք, որ մենք ձեզ այս նշանից նվիրենք։ Տանենք երեխեքը տտնան մեր Հայաստանը որն է։ Շնորհակալ եմ։ Մի հատ էլ հարց։ Համեցեք։ Համեցեք։ Այս մեր Հայաստանի ջահելները, որ ուզում են տուն առնեն, հասկացան Ղարաբաղցից փախել են, եկել են փախստական են։ Արցախցիներ կան, որ խեղճ են, Ղարաբաղցի չեն, թվի թալանա նստած։ Այդ փողերը վերցենք տանք այդ խեղճ արցախցիներին, մեր Հայաստանի իպոթեկայով այդ տան հարցերը լուծենք մեր չեն, մեր երեխեքը 16 ժամ, 14 ժամ աշխատում են, նալոգ են տալիս, հարկ են տալիս, չեն կարողանան բնակարան առնեն։ Հիմա տեսեք, այդ ուղղությամբ երկու ուղղություն կա։ Մեկը դե Երևանից դուրս մենք գիտենք, որ 16 միլիոնի ծրագրերն ենք անում սահմանամերձ բնակավայրերում։ Երկրորդը, եկամտային հարկի վերադարձով 2025 թվականին 70 միլիարդ դրամից ավել վերադարձրել ենք քաղաքացիներին։ Եվ դա գիտեք 200 միլիոն դոլար է, 200 միլիոն դոլար այդ եկամտային հարկից վերադարձրել ենք, բայց հիմա պարոն Թորոսյանը աշխատանքի սոցիալական հարցերի նախարարը եւ նախարարությունը եւ կառավարությունում աշխատում ենք մատչելի բնակարանային ծրագրերի վրա, որ ավելի ձեր ասած սեգմենտը, որի աշխատավարձը այդքան բարձր չի, տեսնենք իրանց համար ինչ կարանք մտածենք։ Աջակցությունը հիմա ունենք երեխա ունեցող։ Հա, իմիջայլոց երեխա ունեցող ընտանիքներին, նոր ձևավորված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու աջակցության, բացի սովորական ծրագրերից լրացուցիչ աջակցություն ենք ցուցաբերում, բայց ես համաձայն եմ, որ բնակարանային ծրագրերը ինչքան էլ անենք, մեկը դրա կարիքը կա, գիտեք ինչի, որովհետև հանրապետության Երևանի մեր բնակֆոնդը հնացած է, ինքը պետք է փոխվի, պետք է թարմանա։ Հասկացանք, էդ էլ եմ ուզում ասել, ես չեմ եկել տուն ողորման, մեր հայաստանցի ջահել երեխեքի համար, որ բիզնես են դրել, աշխատում են, լավ աշխատում են, 14 ժամ են աշխատում, իմ երեխեն 14 ժամ աշխատում։ Ինչքան աշխատավարձ է ստանում։ Ուրեմն սաղճիկը ստանում է 600-700 000, բխի չի առնում տուն։ մի րոպե, չի կարողանում, հազիվ երեխեքին է պահում, հազիվ տանվարձն է տալի։ Բայց վերադարձով իսկական ինձ ինչի։ Դե հիմա ես ոչ եմ բան անում։ Ու ասեմ, 600,000 արդեն ահագին մեծ եկամուտ է։ Շատ աբիդնյա, ես բան չունեմ ասելու, Ղարաբաղցիք թալանած եկած, Արցախցիք խեղճ ու կրակ, ես տարբերում եմ իրան։ Եկեք տարբերակ եք։ Ես ուզում եմ տարբերեմ Արցախցինով, Ղարաբաղցինով, որ հանգար չասեք, որ ես թույն եմ բանանում։ Հա, դա կոչվում է ատելության խոսք։ Արցախցի կանայք աշխատում են, ես էլի Ղարաբաղցիների մեջից մի հայաստանցին, որ մի չայ ու կոֆե եմ տալիս, որ չմրսեն այդ երեխեքը։ Դուք էլ եք աշխատում, այսինքն։ Ես չեմ աշխատում, ես թոշակառու մարդ եմ։ Չէ, ասեք ձեր մոտ աշխատում են։ Մեր բակում հավաքարություն հասկացա։ Ասես բաներ կա, ես չեմ ասում այդ Արցախի թոշակառու եք ապրիլի 1-ից թոշակը կավելան։ Ես գիտեմ, շնորհակալ եմ ցավը տանեմ։ Առողջության ապահովագրության մասին գիտեք։ Աստվածքա կարիքը չունեմ։ Կարիք չունեմ, ես սպորտով զբաղվող մարդ եմ, ես շատ ուժեղ ֆիզիկապես ուժեղ տղա եմ, բայց հարցը մի հատ նայեք օրը Թորոսյան, ես մեր հայաստանցի ջահելներն են էլի մեր։ Հետո անում բրախել եք, անցել եք այդ հիպոթեք ունեն գործով երեխա ծնվում, մի մասը մուծում է։ ծրագրեր կա։ Ես ձեզ մի բան ասեմ։ Մենք այս երկու օրվա շրջագայության մեջ նաև գիտեք ինչ տեսանք, որ ասենք նույն փոքր բիզնեսը եւ այլը, շատ դեպքերում մեր օրենքները, կարգավորումները չիմանալով, իրանք ասենք սահմանվածից ավել հարկեր են վճարում։ Այն դեպքում, երբ որ իրանք օրենքը հնարավորություն տալիս է մաքսիմալ նվազեցնել։ Այսինքն մի տոկոս կարա վճարի, բայց երկու գործողություն դե ոնց որ ինֆորմացիայի պակաս ունեն։ Հիմա այդ տների ծրագրերը եւ այլն եւ ես անդադ կառավարության նիստերում եմ, լիքը ծրագիր կա, չէ, լիքը ծրագիր կա, որ մարդիկ տեղյակ չեն, Դրա համար նաեւ մեր թերությունն է, բայց մենք պետք է աշխատենք, որ հնարավորինս շատ մարդ տեղյակ լինի, որ տենց հնարավորություններ ենք մենք ստեղծել։ Շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Փաշինյան ջան, մի բան ասեմ էլի, ախպեր ջան։ Չուզենալով դու որը չագուչը վերցրի Պանտիկով, սրանք դեմ չագուշ պետք չի, զնդանա պետք մեկ, երկրորդն էլ չուզենալով մեկա քեզ ենք ընտրելու։ Քեզ չուզենալ։ Որովհետև մի մարդ որ դբրոց է սարքում, մի մարդ որ
մանկապարտեզ է անում, չեմ ասում այդ ճանապարհները։ Բրավո այդ մարդը։ Բայց հա, ուզենալով։ որովհետև Չագուչը փոքր է։ Չագուչը, լսեք, Չագուչը Կարևոր է։ Հայաստանի էլեկտրական ցանցերը այսօր ըստ էության պետական է։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Բանը Հաջորդ իրան էլ ընտրենք Viva Armenia։ Բայց ինչ չուզենալով։ Okay, սա ամոթի չուզենալով է փոքր Չագուչի։ Եղբայր, տեսեք, մի բան էլ ասեմ, 2017 թվից նկատմամբ 2025 թվին պետական բյուջեի եկամուտները 135%-ով աճել են։ 100 բայց որտեղից։ Այդ նրանց փողերն աստվերից եկել է, հարկում մտնում է պետական բյուջե, բայց դե թոշակը ինչի աշվին ենք ավելացրել, ում աշվին ենք, առողջապահության թոշակից մի 3000 դրամ պակաս տուր։ Չէ։ Մեր հայաստանցի ջահելները թող Էդը դեպի Չակուչի թեման է հիմա։ Իսկ այդ Չակուչի կլիենտները ոչ մի տեղ չեն փախնի։ Դատերը գնում են, պրոցեսները գնում են, ամեն ինչ կլինի նորմալ, հետ չմտածեք։